դուք դիտում եք Civilnet-ը ուղիղ հեռարձակմամբ, ինչպես արդեն տեղյակ եք, ժամը 7-ին Ազատության հրապարակում 19:00-ին տեղի է ունենալու բողոքի երթ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացմանը, ինչպես նաև տեղյակ եք, որ Հայաստանի էլեկտրոցանցերը դիմել է հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին, որպեսզի բարձրացնեն էլեկտրաէներգիայի սահմագինը քաղաքացիների համար, որը ոչ միայն Երևանում, այլ Հայաստանի տարբեր մարզերում բողոքի ալիք է բարձրացրել, տեղեկացնեմ, որ բողոքի երթ տեղի ունենում է նաև Գյումրիում եւ մյուս քաղաքներում, մինչև երթը սկսվել է Ազատության հրապարակից, ես կզրուցեմ թեմայի շուրջ գործարար Վահան Քերոբյանի հետ, բարև ձեզ, մենք տեղյակ ենք, որ դուք հետազոտություն եք, այսպես ոչ շատ խորը, բայց ամեն դեպքում հետազոտություն եք անցկացրել ներկայացված հայցադիմումի հետ կապված Հայաստանի էլեկտրացանցերի եւ այնտեղ մի շարք տարօրինակություններ եք հայտնաբերել։ Ինչի մասին է խոսքը։ Շնորհակալություն հարցազրույցի հրավիրելու համար։ Մի քանի օր առաջ ես եւ ձեր գործընկերը Կարեն Հարությունյանը զրուցեցինք նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված խնդրի շուրջ եւ ես խոստացա նայել հայտը, փորձել տեսնել ինչքանով է հայտը հիմնավորված, այսինքն այն գործը, որը պետք է անի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, կոպիտ ասած մուշտարու աչքով ես էլ եմ նայել, ցավալ է, որ այսպիսի հայտ ընդհանրապես իրավունք ունի ներկայանալու հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Ինչի մասին է խոսքը, սկսենք։ Հայտը ինքը հիմնավորում է, թե ինչը պետք է սակագինը նման կտրուկ բարձրացում ունենա։ Ես ճիշտ ասած անցա բոլոր ծախսերի վրայով եւ ասենք մի քանի հիմնական կետեր ասեմ, նախ առաջինը, ասենք առաջի տողից եւ այդ, ասենք մարդու զայրույթն է առաջանում, երբ որ տեսնում ես, որ Հայաստանի էլեկտրացանցերը, էլեկտրական ցանցերը նախատեսում են, ասենք, կորուստները շատացնել։ Ասենք, բոլորը գիտեն, որ ասենք այդ ինչպես է ամենաշատը, ամենամեծ թույլատրելին կորուստների համար աշխարհում ընդունված, ասենք 3-ից 5%-ը, մեր մոտ, ասենք 11-ը դառնում է 12.4։ Ասենք, դա անընդունելի է, էլեկտրական ցանցերը փոխանակ ճիգ գործադրեն, ջանք գործադրեն, որպեսզի ասենք լինեն 3-ի մոտ, ասենք մենք շատ ենք ասում, որ Հայաստանը էներգետիկ զարգացած երկիր է, բան եւ այլն, բայց արդյունքում մեր վրա ջարդում են կորուստներ, ես ճիշտ ասած չեմ ընդունում այդ կորուստները անձամբ, որովհետեւ շատ լավ գիտեմ, թե ասենք այդ կորուստը ինչ է նշանակում, ում գրպանն է գնում եւ այլն եւ այլն։ Վերաբերվում է հարցը մյուս բոլոր կետերին, ես նայել եմ բոլոր կետերը, աշխատավարձները, հիմնական մասը ինչու է կայանում, ազդում է գնի վրա, ըստ հայցի։ Հայցի գնի վրա ազդում է երկու կոմպոնենտ։ Առաջինը էլեկտրաէներգիայի մատակարարման գինն է բարձրացել 33%-ով միջինում։ Դա եւս ասենք մատակարար ընկերություններից կմվող էլեկտրաէներգիայի գինը տաքացել է։ Այո։ Դա եւս ասենք մեծ հարցերի տեղիք է տալիս, ասենք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մոտ մի ամիս կամ ամիս ու կես առաջ հաստատել է, ասենք էլեկտրաէներգիայի գնման սակագները հեծի կողմից, ճիշտ ասած այդ ժամանակ ոնց որ լրատվամիջոցների կողմից համարժեք աղմուկ չբարձրացավ եւ մենք բոլորս վրիպեցինք այդ մասին ուշադրություն դարձնելու, եթե լավ լուսաբանվեր դա, ասենք բոլորի համար պարզ կլիներ, որ հաջորդ քայլը լինելու է, ասենք հարվածը մեր գրպանին, ես նկատի ունեմ մեր բոլորի գրպանին։ Դե քանի մեր մոտ սովորություն կա, չէ՞, թե քանի դեռ քո գրպանին չի հասել, դա հեռու է դեպքում։ Ինքը ասենք Միքայելյանի կոմբինացիա է, էլի։ Եվ երկրորդը հեծը ինքը նույնպես իր ծախսերը համարը կրկնապատկել է, ասենք։ Այն ինչով պայմանավորված, որը ասենք չէր արել 2014-ին, նախատեսել է 15-ին։ Ես ասեմ, նկարել են բոլոր թվերը,
ես նախկին թվերի վրա էլ ասենք մեծ կասկածներ ունեմ իրենց կողմից իրականացվող գործառույթների, այս նոր թվերը ընդհանրապես խեղկատակություն են, այստեղ մի հատ մեծ ցուցակ կա, թե իրանք 8 միլիարդի ինչ են ուզում առնեն, դե ասենք ցեմենտի հայտնի պատմությունը դուք արդեն գիտեք, բայց վերցրեք կամայական կետ, ես ասենք մի 10-15 տող ինքս եմ գուգլել, այսինքն ստուգել եք թե ստուգել եմ ասենք Ռուսաստանի որևէ մանրածախանութում ինչ արժեին ապրանքը, որը այստեղ ասենք ներկայացված է գնման ցուցակում, ասենք միջին տարբերությունը 2.5-3 անգամ է, այսինքն Ռուսաստանի մանրածախ շուկայում ԱՀ-ով գինը 3 անգամ ավելի էժան է, քան ասենք այս թղթի մեջ են իրանք գրել։ Ու իրանք ներկայացրել են 8 միլիարդի թուղթ, ասենք հիմա այս 8 միլիարդը 8-ա, թե 2.5-ա, թե 3-ա, այդ իհարկե թե 1-ա, թե ընդհանրապես պետք չէ ցուցակը, ասենք այդ արդեն բանը, բայց որ 8 չի, հաստատ 8 չի, էլի, ու 4-ել չի, 4-ից էլ քիչ է, էլի։ Այսինքն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է որ պետք է Google անի։ Այո։ Ընդհանրապես պետք է Google անի, որպեսզի տեսնի, որ այստեղ գրած գները, ասենք գողություն են ընդհանրապես։ Կան այլ կետեր, ասեմ ձեզ, ասենք եկեք մի հատ աշխատավարձի կետներ քննարկենք, իհարկե ինքը շատ ծանր սոցիալական թեմա է, որովհետև ընկերությունում 7350 հոգի մարդ է աշխատում, բայց եկեք ասենք, եթե մեզ պետք է 1500 մարդ է թիմնարկում, եկեք պայենք 1005, մնացածին թոշակ տանք կամ գործազրկության կամ բան, որովհետև իրականում ասենք ով ուզում է լինի, ասենք ընկերությունը, եթե ինքը շուկայական ընկերություն է, նույնիսկ եթե ինքը բիզնես է մոնոպոլիա է, ասենք ինքը իրավունք չունի ավելորդ ծախսեր թույլ տալ եւ այդ ավելորդ ծախսերը իր սպառողների վզին փաթաթի։ Նախորդ հանդիպման ժամանակ ես ձեր գործընկերոջը ասացի, որ Վրաստանում, որտեղ մենք աշխատում ենք նաև, ասենք էլեկտրիկ հասկացողություն գոյություն չունի։ Եվ ինչպես է կարգավորվում։ Ասենք այն հաշվիչները, որոնք մեր մոտ դրած են, ունեն մի հատ լրացուցիչ ֆունկցիա, որ ամեն ամսվա վերջին, ասենք տվյալները փոխանցվում է, ասենք ընդհանուր ավտոմատ, ընդհանուր համակարգ, չկա այն մարդու ցուցումներ ագրում, այո։ Եվ ասում է 10 օր վճարման օրը տեկավ, չվճարեցիր, նույն այդ լրացուցիչ ֆունկցիան անջատում է քո հոսանքը։ Այսինքն բարդ տեխնոլոգիաներ չեն, հնարավոր են ներդնել։ Այդ այնքան հասանելի, այնքան էժան տեխնոլոգիաներ են, բայց դրա արդյունքում մի քանի հազար մարդ աշխատավարձ է ստանում, կորուստներ է ապահովում, եկեք անկեղծ լինենք էլի, նաև եւ այդ ամեն ինչը, իրենց աշխատավարձը, իրենց կորուստները, իրենց ստեղծած կորուստները ջարդվում են, ասենք, սպառողի գրպանին։ Դրանիկ, ասենք, ես այդպես, ասենք, երբեմն եմ ինչ որ ձայն բարձրացնում հասարակական կամ այլ հարցերի շուրջ, բայց սա այն դեպքն է, որ ասենք առնչվում է յուրաքանչյուր հայ քաղաքացու Հայաստանի էլեկտրացանցերը Հայաստանի top 5 ընկերություններից մեկն է իր շահույթով, շահույթով չէ, իր հասույթով, իր շրջանառությամբ եւ նմանօրինակ թանկացումը Հայաստանի Հանրապետության առանց այդ էլ ոչ շատ քաղաքացիների մի զգալի հատվածի նետելու է աղքատության գծից այն կողմ, ասենք։ Այսինքն սա շղթայական ռեակցիայով անդրադառնալու է թե գների բոլորի վրա, բոլորի, եթե դուք ունեք խանութ, դա անդրադառնալու է ձեր խանութի առևտրի վրա, որովհետև այդ մարդու ունի ընտանեկան բյուջե, որը հերիքում է միայն կոմունալներ վճարելու եւ հաց ուտելու մեծ մասն։ Աղքատների դեպքում դա չի հերիքում, բայց եթե դուք շատացնում եք էլեկտրաէներգիայի պորցիան, քչանում է հացի պորցիան։ Ինքը ուրիշ տեղից ուրիշ փող չունի, չեն շատացնում իր փողը, չի շատանում։ Անդրադառնալու թե ներմուծողների, թե արտահանողների, թե չգիտեմ, ծառայություն մատուցողների, թե խանութ ունեցողների, ասենք չկա որ էլեկտրաէներգիայի գործածումը ասենք 0-ական լինի։ Այո, ասենք
յուրաքանչյուր բիզնեսում, ասենք էլեկտրաէներգիայի ծախսը ինքը առաջի, երկրորդ կամ երրորդ ծախսն է մեծությամբ։ Ասենք ինքնարժեքի մեջ մտնող ու ինքը էական կտոր է, ասենք ես հիշում եմ սուպերմարկետների դեպքում 5-6%-ն են մեր ծախսերի ընդհանուր կազմում էլեկտրաէներգիայի ծախսը, որի համար մենք վճարում ենք խանութից ապրանք գնելով։ Այո, այդ 5-ը դառնալու է 6, օրինակ, հաշվի առնելով մեծացման չափը, ասենք 5-ը դառնալու է 6, գների 1%-ով բարձրանալու են ավտոմատ։ Այդ հələ ընդամենը այդ մանրածախ ցանցով ենք նայում, բայց ասենք հացի մեջ կա, այդ ասենք երշիկի մեջ կա եւ այլն, մյուս բոլոր ապրանքների մեջ, որ մատակարարվելու են այդ խանութին, դրանք են բարձրանալու, էլի։ Ընդհանուր առմամբ, ասենք կարող է 2-3% ինֆլյացիա, չհաշված հենց մենակ էլեկտրաէներգիայի բաժինը զամբյուղի մեջ, ասենք եւս 2-3% ինֆլյացիա ապահովելու է թանկացումը, ասենք երկրորդական կտորով։ Այսինքն հետում վատ մենեջմենտի պատճառով վճարում է ամբողջ երկիրը, այդպես հասկանանք։ Ես չգիտեմ, այդ վատ մենեջմենտը անտաղանդ լինելուց է, թե ասենք դա իրենց միտումնավոր լինելուց է։ Ըստ երևույթին երկրորդն է իմ կարծիքով, որովհետև այդքան անտաղանդ լինել չի կարելի, էլի, ասենք եթե մարդը եկել է ու ասենք համաշխարհային մասշտաբով լավ աշխատավարձ է ստանում, ապա ինքը չի կարող հանդուրժի այս իրավիճակը, ասենք օբյեկտիվ սուբյեկտիվ գործոններով պայմանավորված։ Մենք մի քանի օրվա մեջ այնպես մանր-մունոր էպիզոդներ տեսանք, այդ ավտոմեքենաների վարձույթը, չգիտեմ, ցեմենտը, ես ասում եմ, այստեղ որևէ տող հավատ չի ներշնչում, ասենք ես շարունակել եմ վերլուծել, դրա նպատակը մեկն է, ասենք, որ մեր առավել խոցելի հատվածը հասարակության գոյատևելու շանս ունենա, որովհետև 1, 2, 3, 4, ասենք, այս մարդիկ ով ռեզինից չեն, ասենք, վերջը դրսից եկող փողն էլ է քչացել, գիտեք։ Բնական է։ Վրաստանից խոսք գնաց, ինֆոգրաֆիկա տեսա մի երկու օր առաջ, Վրաստանում էլեկտրաէներգիայի սակագինը եւ Հայաստանում համեմատական էր անցկացված, այնտեղ նվազում է եւ հասել է մեզանից ցածր է այնտեղ սակագինը։ Մերը ընդհակառակը աճում է, սա այն պարագայում, երբ Հայաստանը նշեցիք արդեն, որ էներգետիկ տեսակետից, էլեկտրաէներգիա արտադրելու տեսակետից համարվում է զարգացած երկիր եւ ավելի շատ աղբյուրներ ունի էլեկտրաէներգիայի արտադրության, քան Վրաստանը, որը շատ աղքատիկ է։ Դա ինչով է պայմանավորված։ Այնտեղ ավելի ցածր, այստեղ ավելի բարձր կամ հավասար։ Ես ասեմ, նախ պետքա ընդունենք, որ Վրաստանի կառավարությունը այսօր շատ միտված է տնտեսական աճ ապահովելու եւ իրենք փորձում են բոլոր հնարավոր միջոցները օգտագործել այդ աճը ապահովելու համար, այդ թվում նաեւ ինքնարժեքը իջեցնելու, հա։ Վառ օրինակը վերջին բացի սակագնից էլեկտրաէներգիայի, այդ ասենք իրենց մոտեցումներ, ասենք ազգային արժույթի կուրսին, հա։ Հայաստանում շատ խիստ եւ կոպիտ մեթոդներով կանգնեցրին աճը, դեվալվացիան, այսպես ասած, ազգային արժույթի, դրա համար օգտագործելով թե բանկերի ունեցած ազատ միջոցները, թե Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արտաքին արտարժութային ռեզերվները, որոնք ասենք սպառվում են, ասենք հալվում են ամեն ամիս։ Կարծեմ երամսյակում $200 միլիոն օգտագործել են։ Այո։ Դե ասենք դա էլ է մեր գրպանից գնում։ Ասենք հիմա կոնկրետ գրպանից չի գնում, բայց ասենք պարտք է շատանում մեր վրա։ Ինչի համար, որպեսզի ասենք չլինի ինֆլյացիա այստեղ։ Միակ պատճառը է։ Իսկ Վրաստանը ինչ արեց։ Իսկ Վրաստանը որոշեց, որ առողջ տնտեսություն ունենալը ավելի կարևոր է։ Եվ ասեց, եկեք թող մի քիչ ժողովուրդը ցավ ապրի այս կողմից, բայց մյուս կողմից էլ ասենք մեր ձեռնարկությունները լինեն առողջ, որպեսզի ասենք կարողանան մրցունակ լինել, կարողանան արտահանումներ իրականացնել
եւ մենք տեսնում ենք, որ վրացական ապրանքների էքսպորտը չի թուլանում, Հայաստանին է օրինակ դեպի Ռուսաստան, ասենք առաջի երամսյակում, ասենք 2%-ն է նախորդ տարվա նկատմամբ։ Հասկանում եք, դե 98%-անոց անկում ունենք։ Նույնիսկ հանրապետական падգամավորներն են ասում, որ պետք է դոլարը լինի։ Դե ասենք հանրապետական падգամավորներն լինում են բիզնեսներ, ճիշտ է խոսանք, ու ասենք էտել են մարդիկ չեն, որ անխելք են։ Ասենք մանավանդ եթե բիզնեսմեն են, ասենք իրենք անխելք չեն, ասենք իրենք ինչ բան են արտադրում, էքսպորտ են անում եւ այլն, ասենք իրենք են այդ ցավերը ապրում, հա, որովհետեւ իրենց ապրանքն չի ծախվում դուրսը։ Դրա համար ասենք այս հարցը վերաբերում է ոչ միայն արտահանողներին, ոչ միայն, չգիտեմ, բոլորին է վերաբերվում։ Այստեղ հիմա վերադառնալով այդ Վրաստանի եւ Հայաստանի էլեկտրաէներգիայի սակագնին, ասեմ որ ասենք այդ մարդիկ նստում են ասում են ոնց անենք որ մեր գինին, օրինակ կամ մեր շոկոլադը կամ մեր պնդուկը կոպիտ բաների մասին, ասենք լինի էժան, որպեսզի կարողանանք շատ ծախել, հաշվում են, մեջը տեսնում են, ասենք 5% էլեկտրաէներգիա է, եկեք 5-ը սարքենք 4.5, այտենց են իրանք մտածում, սակագինը իջացնում են ու պնդուկը ասենք ավելի շատ է ծախվում մյուս տարի։ Եվ վերջում շատ կարճ փորձենք ամփոփել, ինչ եք առաջարկում, ինչ պետք է արվի։ Ես կարծում եմ, որ մոտեցումը միակն է, ասենք ընկերությունը համարյա թե սեփական կապիտալ չունի իմ պատկերացմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է ազգայնացնի այդ ընկերությունը, նացիոնալիզացիա պետք է անի, ստանձնի եւ վստահի այդ ընկերության կառավարումը լուրջ մենեջմենթի, ապահովի այդ մենեջմենթի սահուն աշխատանքը, որովհետեւ ասենք ես պատկերացնում եմ, թե ինչքան մարդկանց շահ է այդտեղ բախվում, ասենք ինչքան մարդ, ինչքան չինովնիկ այդտեղ շահեր ունի, որպեսզի կարողանանք, ասենք, ապահովենք լավ ընկերության լավ աշխատանք, էլի։ Ես այստեղ կուզենա եւս մի բան ասել, ես թղթերի մեջ տեսա, որ 33 միլիոն դրամ էլ տվել են Ernst & Young-ին աուդիտ անելու համար։ Ասենք ես չգիտեմ, ասենք ոնց է Ernst & Young-ը այսպիսի ընկերությանը աուդիտ արել, այսպիսի ցուցանիշներով, այսպիսի խայտարակ թվաբանությամբ, էլի։ Ասենք այդ աուդիտն էլ պետք չէ, էլի, գալու, որովհետեւ լինելու է մասնավոր պետական ընկերություն, որի համար ասենք հաշվիչ վերահսկիչ պալատի ստուգումները բավարար են, այդպես ասենք ուրիշ ճանապարհ չկա եւ դա պետք է անի շատ արագ, որտեղ այդ ընկերությունը օր-օրի սնանկանում է, գործանում է։ Շնորհակալություն, հիշեցնեմ, որ ես զրուցում էի գործարար Վան Քերոբյանի հետ։